Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Գառնի Մթաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Խաղաղության սեփական բանաձև, հավասարության նշան, Արցախ կամ Կովսական ու Բասարգեչար խոսույթի միջև, Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը։ Ով հրաժարվում է իր տեղանուններից, հրաժարվում է նաև իր պատմությունից, տարածքից, ինչ է ցույց տալիս համաշխարհային պատմությունը։ Դավիթ Համբարձումյանի գործը մտնում է նոր փուլ, ինչ տեսանյութ է հրապարակել փաստաբանը։ Իրավապահ համակարգի հեղինակությունն անկում է, ինչու քաղաքացին չի հարգում ուժային կառույցներին։ Արևմտյան Հայաստանի դիմաց Արևմտյան Ադրբեջան, Արցախի կամ Կովսականի դիմաց Բասարգեչար, Արցախ հավաքական վերադարձի պահանջի դիմաց էլ ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ Փաշինյանն Ադրբեջանի այս հռետորաբանությունը մեկնաբանում է ակննդականի սկզբունքով։ Այս մասին կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի գործակցություն խորագրով Օրբելի վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում Փաշինյանն ասել է, ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում են Արցախ կամ Կովսական անունները։ Երբեմն Հայաստանում եւ Ադրբեջանում ընկալում եւ տեսնում են պատմության մի մասը միայն։ Հասկանալիորեն համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է այնտեղից լեգիտիմ է, այսինքն ամեն կողմը պատմության այն մասը, որը բխում է այնից լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից լեգիտիմ չէ։ Մինչդեռ փորձագիտական դաշտն ունի լուրջ մտահոգություններ։ Ազգերը, որոնք պաշտպանում են իրենց տեղանունները, պաշտպանում են իրենց պատմական տարածքը, ինքնությունը, եւ հակառակը, ով հրաժարվում է իր տեղանուններից, հրաժարվում է նաեւ իր պատմությունից, տարածքից, համոզված է Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Քաղաքագետը գործընթացը ներկայացրել է միջազգային փորձի օրինակով։ Լսենք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ICG-ն բազմիցս ընդգծել են, մշակութային ժառանգության աղավաղումը համարվում է մշակութային ցեղասպանության ձև։ Միջազգային փորձից ընդամենը 2 օրինակ՝ Կիպրոս 1974-ի թուրքական ներխուժումից հետո հյուսիսային Կիպրոսում թուրքական իշխանությունները փոխեցին ավելի քան 3000 հունական տեղանուն, սակայն միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել այդ նոր անվանումները։ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի բոլոր փաստաթղթերում շարունակում են օգտագործվել հին հունական անվանումները իրավական եւ պատմական հիմքով։ Հունաստանում հռոմեական եւ Օսմանյան ժամանակաշրջանում բազմաթիվ տեղանուններ աղավաղվել էին։ Պետությունը 20-րդ դարասկզբին նախաձեռնեց պետական մակարդակի վերականգնման ծրագիր, որով վերադարձվեց ավելի քան 1500 պատմական անուն որպես ազգային հիշողության վերականգնման ակտ։ Վերադառնանք Փաշինյանի ելույթին։ Պարզվում է, մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, որովհետև այդ երևույթին երբեք չեք առնչվել։ Իսկ ինչ է իրական խաղաղությունը։ Փաշինյանն ունի սեփական գնահատականը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Եվ այս կետից պետք է անդրադառնալ նաեւ հետեւյալ հարցին. իսկ այնուամենայնիվ որոնք են մարտահրավերները։ Մարտահրավերներից մեծագույնը եւ հիմնարարը այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ օտարոտի եւ անծանոթ է հնչում։ Հայաստանի Հանրապետության խաղաղություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Մենք այս խնդրի հետ առնչվելուց առաջ պիտի արձանագրենք, որ խաղաղությունը անծանոթ հասկացություն եւ միջավայր է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար։ Մեր անկախության առաջին օրից, մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, մենք խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Երևանում Փաշինյանը ներկայացնում է խաղաղության սեփական բանաձևը, այլևն էլ խոսում է սեփական ծրագրերից, որոնք ամենևին խաղաղության մասին չեն։ Բաքվում Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայերին։ Ալիևն այսքանով չի սահմանափակվել։ Նա հայտարարել է, որ Սևանը մեր քաղցրահամ լիճը իրականում Սևան չէ, այլ Գելչա եւ Գոլչա է։ Թե ինչ այլ հայտարարություն է արել Ալիևը, լսենք։
совершенно новой ситуации, в новых условиях. Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, եւ այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում եւ չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետեւաբար ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիչ չկա, կա Գյոյչա։ Մեր գիտնականները պետք է աշխատեն պատմական ճշմարտությունները տարածելու ուղղությամբ։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները։ Դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից բերել վերաբնակեցրել է Ղարաբաղում էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք։ Միասնության թվեր նախաձեռնության ղեկավար Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ դիմել է Փաշինյանին, պահանջելով արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Հասկանում ենք, խաղաղություն եք հաստատել ու զբաղված եք Թալինի ՔՊՇՕ-ով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է Սևանալիչ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են։ Միգուցե պատասխանեք, թե պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան կոշիկ լիզող, վնգստացող ու նման արտահայտություններով։ Ադրբեջանի նախագահի մեր Սևանի անունը աղավաղելը պետք է դիտարկել ոչ թե պարզապես պատմական աղավաղման, այլ ռազմավարական նպատակների համատեքստում։ Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը կանգնած է լուրջ ջրային ճգնաժամի առաջ, եւ նման հռետորաբանությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խոսքը տարածաշրջանային ռեսուրսների հանդեպ հավակնությունների մասին է։ Ըստ ՄԱԿ-ի աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչև 2030-ը կարող է առաջանալ շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով։ Այս ամենը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։ Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասը վերջին տարիներին գնալով ավելի է խորանում։ Ինքը Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։ Համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խորանարդ մետր, մինչդեռ Հայաստանում ավելի քան 2329 խորանարդ մետր։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը։ Ջրի պակասը դարձել է Ադրբեջանի անվտանգային եւ քաղաքական գերակա հարցերից մեկը, իսկ Սևանը տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը ակնհայտորեն մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ, մերկացնելով պաշտոնական Երևանի նարատիվները խաղաղության հաստատման մասին։ Փաստաբան Գայանե Պապոյանը հրապարակել է տեսանյութը, որով ապացուցում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի անմեղությունը։ Տեսանյութում երևում է, որ Համբարձումյանը ծեծկռթուքին չի մասնակցում։ Դատավոր Ժոռա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու։ Ավելին, այդ հոդվածով նշանակել է այնպիսի պատիժ, որն ըստ դատական պրակտիկայի երբեք չի արձանագրվել նախորդին, գրել է փաստաբանը։
Մի քանի օր առաջ հոկտեմբերի 25-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ եւ կա վիրավոր քաղաքացի, որը որովայնի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Վերակենդանացման բաժանմունքում էլ մահացել է։ Ըստ Armlur AM-ի սպանության պատճառը եղել է աղջկա վերաբերյալ հարց։ Աղջկան նեղացնելու պատճառով ստեղծվել է լարվածություն, որն էլ ավարտվել է կրակոցներով ու սպանությամբ։ Արդեն այսօր պարզվել է, որ սպանված քաղաքացին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, բլոգեր 33-ամյա Շմավոն Աթոյանն է։ Նա TikTok-ում ունի 2500 հետևորդ, Instagram-ում 63։ Հայաստանում շարունակվող ձերբակալություններին ու սպանություններին զուգահեռ կտրուկ նվազել է Հայաստանում ուժային կառույցների նկատմամբ վստահությունը։ Քաղաքական եւ հասարակական գործիչներն ասում են, քաղաքացին այլևս չի հարգում ոստիկանին, չի հավատում դատախազին, իսկ ուժային համակարգը սկսել է իր գործողություններն իրականացնել ոչ թե օրենքի, այլ քաղաքական շահի համար։ Իրավապահ համակարգին չհավատալը ինչ վնաս է հասցնում մեր երկրին եւ ինչպես կարող է վերականգնվել հասարակության վստահությունը, Սեդա Մակարյանն է պատմում։ Հայաստանում եթե ուժ չկիրառվի, ապա չի գործի իրավակարգը, այսպես է կարծում Նիկոլ Փաշինյանը, որի նախաձեռնությամբ ոստիկանությունում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ ոստիկանական գվարդիան։ Ոստիկանությունը համալրում է իր կազմը, ինչ նպատակով պետք է կռահել։ Ոստիկանապետություն, այսպես են մեկ բառով նկարագրում ստեղծված իրավիճակը մասնագետները, չեն հասկանում բանակի օրեցօր նվազող կազմին զուգահեռ ինչպես են աճում ոստիկանության թվերը։ Մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ։ Բայց հավատացեք, եթե չլինի ոստիկանության գվարդիա եւ առհասարակ ուժային կառույցներ, որն ի վիճակի է անհրաժեշտության դեպքում նաեւ ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգ պարզապես հնարավոր չէ։ Օրենքով ոստիկանական գվարդիայի առաքելությունն է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունը, ապահովել հասարակական անվտանգությունը, բայց գվարդիայի առաջին հրապարակային գործողությունը եղավ Հովանավանքի Կիրակնորյա պատարագին մասնակցելը։ Գվարդիան որպես այդպիսին ոչինչ չի փոխելու Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես պետական դեմոկրատիկ կյանքում, ընդհանրապես անվարակություն անելու եւ խաղաղագեստի գուցե փոփոխություն։ Բայց այդ նույն կարմիր բերետները, այդ նույն գնահատված բերետները այլ համազգեստի ներքո շարունակել են իրականացնել իրենց հանցավոր բնույթի գործողությունները։ Ունենալով բացառապես երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ըստ փաստաբանի Հայաստանում իրավական համակարգն այլևս չի ծառայում իր նպատակին։ Ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը բոլորը կորցրել են իրենց սկզբնական առաքելությունը։ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ գործում է իրավական հեսրետելը, Հայաստանի Հանրապետությունում մտածող մարդկանց համար քիչ թե շատ առնչություն, պետական համակարգի կառույցների առնչություն ունեցող մարդկանց համար, այլ երբևէ գոյություն չունի կամ գոնե այս իշխանության ժամանակ գոյություն չունի եւ չի ունեցել հեղինակություն, հարգանք այլ նշված մարմինների նկատմամբ։ Բաբայանը համոզված է, որ իշխանությունը փորձում է ուժային կառույցների միջոցով պահպանել սեփական աթոռը, ինչի հետևանքով այդ կառույցները կորցնում են հեղինակությունը, իսկ հասարակությունը հարգանքը դրանց հանդեպ։ Այն խնդիրները, որ առաջանում են համակարգ, այո, քաղաքական նպատակների, մասնավորապես իշխանության պահպանման նպատակի ծառայեցնելու համար, դրանք չեմ կարծում, որ անշրջելի իրավիճակներ են ստեղծում։ Արդեն ցանկացած տարբեր այսպես զարգացում կախվում է առանձին դետալներից։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ նկատում է, իրավապահ համակարգը վաղուց չունի վստահություն, երբ ուժայինների նկատմամբ հարգանք չկա, բնական է, որ աճում են հանցագործությունները։ Ոստիկանության ուժային կառույցներին չդիմելու պատճառով մենք ունենում ենք հանցագործություններ, որոնք կարելի է կանխարգելել, որ մի քիչ ավելի խորքային ենք ուսումնասիրում, սա համակարգի նկատմամբ անվստահության պատճառով է, իսկ անվստահության պատճառներից մեկը նաև սա է, որ ոստիկանության առաքելությունը քաղաքացու ներքին անվտանգությունը փոխած դարձել են իշխանությանը ծառայել են։ Մեսրոպ Առաքելյանն էլ ասում է, այսօր քրեական գործ հարուցելը դարձել է ամենօրյա պրակտիկա։ Դա երբեմն այնքան հեշտ է, որքան մեկ բաժակ ջուր խմելը։ Վերջին աղմկահարույց դեպքը կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու ձերբակալությունն էլ դրա վկայությունն է։ Հասարակությունը ամբողջ համակարգի նկատմամբ բավականին բացասական է տրամադրված, սա նաև շատ վտանգավոր է, որովհետև ուժային կառույցները առաջին հերթին
ոստիկանությունը պետք է լինի հասարակության քաղաքացու կողքին։ Այդուամենայնիվ զրուցակիցներս նկատում են հասարակության եւ ուժայինների միջև վստահության ճեղքվածքը արդեն համակարգային է, սակայն նրանք դեռ տեսնում են ելք, մեկ պայմանով. եթե գա իշխանություն, որը կունենա քաղաքական կամք, վերականգնելու ուժային կառույցների անկախությունն ու արժանապատվությունը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ուկրաինան այս տարի զենքի արտահանման եւ զենքի համատեղ արտադրության գրասենյակներ կբացի Բերլինում եւ Կոպենհագենում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Բացի այդ, Կիևը կկարողանա արտահանել նաեւ ռազմածովային անօթաչուները եւ հրետանային համակարգերը։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ սկսել հայրենական արտադրության Ֆլամինգո եւ Ռուտտա հրթիռների զանգվածային արտադրությունը։ Մինչազգային մյուս լուրերը մեկ ռեպորտաժում։ Բացահայտվել է Լուվրի կողոպուտը։ Պարզվել է, որ գողերը ոչ թե կազմակերպված հանցավոր խմբերի պրոֆեսիոնալներ են, այլ Փարիզի աղքատ թաղամասի մանր հանցագործներ։ Քաղաքի դատախազ Լոր Բեկոյի խոսքով ձերբակալվածները նախկինում դատապարտվել են մանր գողության համար։ Ներկայում կալանքի տակ է 4 մարդ։ Հռոմի կենտրոնում Կոլիզեումի մոտ փլուզվել է միջնադարյան կոնտի աշտարակի մի մասը։ Փլատակներից դուրս է բերվել 4 մարդ։ Նրանցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Տեխասում արագընթաց գնացքը բախվել է մեքենաներ տեղափոխող կիսակցորդին, վարորդին հաջողվել է փախչել։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինը երկօրյա այցով ժամանել է Պեկին։ Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցзինփինի հետ։ Պաղեստինյան Համաս շարժումը պատրաստակամություն է հայտնել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում վայր դնել ծանր զենքը։ Միացյալ Նահանգները համաձայնել է ընդունել զինաթափման նմանատիպ ձևաչափը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհում ամենաշատ միջուկային զենքը, բավականաչափ, որպեսզի աշխարհը պայթեցնի 150 անգամ։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, նա ասել է, որ չի դիտարկում տոմահավք հրթիռներ Ուկրաինային փոխանցելու հարցը։ Եվ վերջում, այսօր Իրանում նշել են Միացյալ Նահանգների դեսպանատան գրավման տարեդարձը։ 1979 թվականի նոյեմբերի 4-ին Այաթոլլահ Խամենեիին աջակցող ուսանողների մի խումբ ներխուժել էր դեսպանատան շենք եւ պատանդ վերցրել 66 ամերիկացի դիվանագետի։ Զինված գործողության միջոցով նրանց ազատելու փորձը ձախողվեց։ 66 պատանդներից 52-ը ազատ արձակվեցին ընդամենը 444 օր անց Ռոնալդ Ռեյգանի երթմնակալության օրը 1981 թվականի հունվարի 20-ին բանակցություններից հետո։ Այսքանն էին այս ժամի հիմնական նորությունները, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում ու WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառն Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, իմ գործընկեր Աննա Սարգսյանը կանդրադառնա օրվա գլխավոր թեմաներին։